Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Աբրահամյան, մերժվեց իշխանության կողմից ձեր ներկայացրած նախագիծը հայրենական պատերազմի հետ կապված, նրանք նշում են, որ եղել է հոբելյանական թվեր 70-ամյակը, 75-ամյակը, ինչու նման օրենք չի ընդունվել եւ բացի այդ պարզաբանում էին, որ ուղիղ կապ չեն տեսնում Շուշի ազատագրման հետ եւ այլն։ Ինչու մերժվեց ամեն դեպքում։ Ուրեմն այս նախագծի շրջանառության մեջ դնելուց առաջին իսկ փուլից իշխանությունը ամեն ինչ արել է այն ներկայացնելու որպես աշխարհաքաղաքական տարբեր բախումների ենթակա թեմաների համատեքստում։ Անդադ փորձել են այս թեման տանել մեկ Միացյալ Նահանգների, մեկ Ռուսաստանի, մեկ եվրոպական ուղղությամբ ու անհասկանալի անթեր շարժեր են իրականացրել։ Այդ հայտարարության տեքստում, նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրած իմ մեկնաբանությունը կարծում եմ, որ շատ հստակ ասված էր։ Կա պատմական իրողություն, դա հաղթանակի 80-ամյակն է, հաղթանակն է եւ դրանից 80 տարի հետո, այսպես ասեմ, այդ հաղթանակի նշման միջոցառումները, որին նաեւ նույն իշխանության տարբեր ներկայացումներ են բարձրագույն մակարդակով ներկայացել։ Հիմա մենք այդ հայտարարության տեքստում արձանագրել ենք պատմական փաստերը, որոշակի ինստիտուցիոնալ կապ ենք տվել անցյալի եւ ներկայի միջեւ, արձանագրումներ ենք արել հայ ժողովրդի վիթխարի մասնակցությունը հայրենական պատերազմում եւ առհասարակ ֆաշիզմի եւ նացիզմի դեմ տարած հաղթանակում, ընդ որում ոչ միայն սովետական Հայաստանում ապրող հայերի մասին է խոսքը, այլ նախկին սովետական միության հանրապետությունների, մեր Արցախահայերի, նաև սովետական միությունից դուրս տարբեր երկրներում իրենց մասնակցությունը բերած հայերի, որովհետև այդ տարբեր երկրներում օրինակ Ֆրանսիայում Միսակ Մանուշյանի մասնակցությունը եղել, որը ով այդ երկրի ազգային հերոսն է եւ այլն։ Այսինքն թեման եղել է ֆաշիզմի եւ նացիզմի դեմ տարված հաղթանակը։ Հիմա իշխանությունը թե հանձնաժողովի նիստում, շատ ավելի փոքր մասշտաբով նաեւ այսօրվա լիագումար նիստում անընդհատ փորձում է իր մերժումը արդարացնել լրիվ այլ համատեքստում։ Օրինակ հարցում են, ասում են կապը ինչով կարող եք տալ Շուշի ազատագրման հետ կապված եւ սրանից 80 տարի առաջ հայրենական պատերազմում տարած հաղթանակի։ Ես ավելին եմ ասել եմ ուզում եք ուրիշ կապ էլ տամ Սարդարապատի հետ կապ տամ, որը հայտարարության մեջ չկա։ Օրինակ Սարդարապատում մասնակցություն ունեցել դեռևս շատ երիտասարդ Հովհաննես Բաղրամյանը, որը բավականին ակտիվ մասնակցություն ունեցել, դրանից տարիներ մի քանի տասնամյակ հետո Հովհաննես Բաղրամյանը արդեն խոշոր զորահրամանատար էր, գեներալ էր, Խորհրդային միության մարշալ էր եւ այլն, այսինքն պատմական կապ կա, որը որևէ ձևով չես կարող ջնջել։ Նույնը ինչը վերաբերում է Շուշի, նախ Շուշի ազատագրումը եւ ֆաշիզմի դեմ տարված այդ խորհրդանշական հաղթանակի օրը նաեւ թվագրական առումով ունի նույն օրերն են։ Դրանից բացի ես նաեւ հանձնաժողովի նիստում ասացի, որ մեծ առումով հայրենական պատերազմի ժամանակ նաև այդ զորահրամանատարների ժառանգներն են, չէ, տարբեր թելերով նաև կապված։ Այդ մարտական ոգին է, չէ, որը մեր ժողովրդի հետ մտած է եղել եւ այլ փուլերում դրսեւորվել է։ Այդ հաղթանակը, որը ծիլեր է դնում, այդ ծիլերը տարբեր փուլերում իրենց դրսեւորումը ստացել են։ Եվ ի վերջո, ինչքան էլ այս իշխանությունը հայտարարի, որ Արցախը ադրբեջանական է, չի կարող պատմությունից մաքրել կամ խմբագրել Շուշիում տարած հաղթանակը։ Այսինքն անկախ նրանից դու ինչ քաղաքական դիրքորոշում ունես, եղել են պատմական իրադարձություններ, որոնք որևէ ձևով չես կարող ջնջել։ Անկախ նրանից դու ինչքան ես ատում հայերին, ինչքան ես ատում քո ժողովրդին, ինչքան է քո համար զորական մոտեցումը քո սեփական հայրենիքի նկատմամբ։ Այնպես որ այսօր արտահայտվել է ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակի պատմական անցյալի, մեր պատմական իրողությունների նկատմամբ իշխանության բացական վերաբերմունքը, այլ իշխանությունը ասեմ, որ ամեն ինչ արեց, որպեսզի այս թեման հերթական անգամ դարձնի Արևմուտք Ռուսաստան հակազդեցության քննարկման առարկա եւ նաեւ ընդգծված ցեղով իր վերաբերմունքը ցույց տա Ռուսաստանի նկատմամբ, որը այս տեքստի հետ որևէ առնչություն չուներ։